լսել մեկ մարդու կարծիք, որ դա իրատեսական սցենար։ Նույնիսկ նախաձեռնողները ասում են, հա ինչ ա եղել, փորձենք չլինի։ Անգամ տեխնացուն Անգամ հա 10 օր առաջ ուրիշ կարծիք մի տեխնացուն 10 օր առաջ ասում էր դա իրատեսական չէ։ Հիմա ես ավելի պրագմատիկ մարդ եւ մտնել մի process-ի մեջ, որը զրոյին ձգտող հաջողության հավանականություն ունի, ինձ համար դա իսկապես հետաքրքիր չի։ Ես կարող եմ ասել, թե ումա դա հետաքրքիր։ Օրինակ, կարող մարդ կա, ում համար օրինակ 48 ժամ լիներ վարչապետի տեխնացու, դա կյանքի երազանք։ Ոքի կյանքի երազանքն է, պատկերացնում եք հանկարծ անհայտ, ոչ մեկ տեղը չգիտի, ու դու քննարկումների կենտրոնում ես հայտնում, հարցազրույցներ ես տալիս, քեզ տաղավարներ են հրավիրում, on-line քո հետ միանում են, դու կարծիք ես ասում, դու դառնում ես ինչ որ մի այդ պայի համար մի կենտրոնական դեմք։ Ոչ եթե մարդու համար այդ 48 ժամը ուշադրության կենտրոնում լինելը կրկնեմ կյանքի երազանք է, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է բան անենք, ֆոն դառնանք կամ դեկորացիա դառնանք այդ երազանքը իրականացնելու համար ինչ որ մարդկանց։ Այդ դրա համար։ Իդեպ բառն էլ չի օգտագործում, խոսք գնում է վստահության քվի մասին։ Ասում են փողոց պիտի հավաքեն բոլորն են, չէ՞ դա ասում։ Փողոցի ճնշման ճանապարհով հարցը լուծը։ Եթե դու այնպեսի փողոց ես հավաքել եւ ճնշումդ այնպեսի ուժգին է, որ կարող է 20 հոգի sense հրաժարվել, այն հրաժարական է պահանջում։ Անորն է քրեակոզը։ Վարչապետը հրաժարական է տալիս, հարցը լուծում ես, իսկ դրա համար պետք է նախահեղափոխական իրավիճակ փոխություն։ Այս փողոցի կոնտրոլը իշխանությունը պետք է կորցնի։ Իսկ նշանակում է հրաժարական կամ հեղափոխություն։ Այն սիրուն անուններով, ինչ որ համանadrության վրա հղումներ կատարելով բանման անդուրջ է դա։ Դրա համար մենք չենք պատմում այդ պատմության մեջ, հիմա պրակտիկան հայտարարություն է արել որոշ կետեր անշել։ Հիմա եթե մարդկանց հետ արկիրա թող զբաղվեն։ Դա ինֆոպովոդ, այդ ինֆոպովոդը հնարավորություն է տալիս հարցազրույցների, բաների, օքեյ, ճանաչելիությունը ավելացնում ինչ որ մարդկանց, ում քիչ են ճանաչում եւ ովքեր նեղվում են դրանից, միգուցե